Հունվարի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այսի ժամանակ հրապարակվեց Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման TRIP նախագծի իրականացման վերաբերյալ շրջանակային փաստաթուղթը։ Մեկնաբանելով տվյալ փաստաթուղթը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջզադեն նշել է, որ այն ևս մեկ անգամ ցույց է տալիս ամերիկյան կողմի հավատարմությունը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին և կարևոր քայլ է հանդիսանում այս ուղղությամբ գործնական աշխատանքը սկսելու համար։ Սա կարևոր է նաև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով։ Ադրբեջանի և Նախճիվանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել հաղորդակցության ապահովումը մեր երկրի գերակա խնդիրներից մեկն է։ TRIP երթուղին կարևոր է նաև ավելի լայն տարածաշրջանում առևտրի և կապերի դիվերսիֆիկացման առումով, ասել է Այխան Հաջզադեն։ Հայաստանը վերահաստատում է իր քաղաքական կամքը համաձայնեցված պայմանագրի շրջանակներում ապահովելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախճիվանի միջև անխոչնդոտ կապը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուզում եմ ընդգծել և վերահաստատել մեր քաղաքական կամքը։ Համաձայնեցված պայմանների շրջանակներում մենք պատրաստ ենք և կամենում ենք անպայման կշարժվենք այս ուղղությամբ, այդ թվում ապահովելով Ադրբեջանի և նրա Նախճիվանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչնդոտ կապը համաձայն մեր կողմից բազմից հայտարարված սկզբունքների։ Մենք մեր երկրում Հայաստանում պետք է դուրս գանք հակամարտության տրամաբանությունից և շարժվենք դեպի նորմալ, խաղաղ մթնոլորտ և մտածելակերպ, ասել է Փաշինյանը։ TRIP նախագիծը կամ Զանգեզուրի միջանցքը տարածաշրջանի համար ռազմավարական նախագիծը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները լիովին երաշխիք են հանդիսանում դրա հաջող իրականացմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և քաղաքական մեկնաբան պրոֆեսոր Պետրե Մամրաձեն։ Նրա խոսքով միջանցքի գործարկումը օգուտ կբերի ինչպես Ադրբեջանին ու Հայաստանին, այնպես էլ Վրաստանին, և դրանում ներդրումները մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի համար։ Ներդրումները հիմնականում գալիս են հարավից և արևելքից և կարող են շատ զգալի լինեն։ Վրաստանի կառավարության ուշադրությունը այս ուղղությամբ լրացուցիչ օգուտներ կստեղծի տարածաշրջանի համար։ Զանգեզուրի միջանցքը անկասկած ներդրումների արժանի նախագիծ է, ընդգծել է պրոֆեսորը։ Նրա խոսքով կարևոր է, որ Միացյալ Նահանգները և Թրամփը անձամբ հանդես գան որպես նախագծի երաշխավորներ։ Ժամանակակից աշխարհում շատ բան է փոխվել։ Ի հայտ են եկել տարբեր ուժային կենտրոններ և նույնիսկ խոսվում է քաոսի մասին։ Հենց նման պահերին է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Թրամփը վճռորոշ դեր են խաղում։ Սա իրական երաշխիք է, որ գործընթացը կշարժվի առանց ուշացումների բոլոր կողմերի, այդ թվում ամբողջ հարավային Կովկասի օգտին, հավելել է Մամրաձեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից ստորագրված TRIP իրականացման շրջանակային փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմսթաուն հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ և միջազգային փորձագետ Մեթյու Բրայսյան։ Նա նշել է, որ առաջին հերթին այս փաստաթուղթը հստակորեն ընդգծում է Միացյալ Նահանգների և Հայաստանի հանձնառությունը իրականացնելու Թրամփի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին, որը հայտնի է նաև որպես Զանգեզուրի միջանցք, և հանդիսանում է նախագծի իրականացումը սկսելու համար կոնկրետ գործողությունների գրավական։ Բրայզայի խոսքով մեկ այլ դրական գործոն է այն, որ փաստաթուղթը հստակորեն ընդգծում է Հայաստանի լիակատար ինքնիշխանության պահպանումը իր այն տարածքների նկատմամբ, որոնք հանդիսանում են երթուղու մի մասը։ Թուրքիայի Ռիզե քաղաքում իր աշխատանքն է սկսել Ռիզե Այդա երկրորդ միջազգային ֆորումը։ Ֆորումը կազմակերպվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի, Ռիզեի նահանգապետարանի և քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և անցկացվում է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աջակցությամբ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակտարի մասնակցությամբ։ Հունվարի 4-ից 17-ը էներգիա, գլոբալ անվտանգություն և դիվանագիտություն կարգախոսով ֆորումի շրջանակներում կքննարկվեն էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային և գլոբալ էներգետիկ մրցակցության, կայուն զարգացման, էներգետիկ դիվանագիտության հարցեր, ինչպես նաև Սևծով Եվրասիա տարածաշրջանում ռազմավարական համագործակցության հեռանկարները։
Ադրբեջանական նավթամթերքների շուրջ աղմուկը գնալով բորբոքվում է Հայաստանում։ Քաղաքացիներին հուզող իրական խնդիրների, սոցիալական ծանր վիճակի, աշխատատեղերի պակասի եւ մարդկանց առօրյա հոգսերի մասին խոսելու փոխարեն անդիմադիր ուժերը կրկին փորձում են հանրային ուշադրությունը շեղել այդ խնդիրներից, վաղ ատելություն եւ կեղծ հայրենասիրություն սերմանելով մարդկանց մեջ։ Ադրբեջանական նավթամթերքների դեմ հանդես եկել նաեւ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան անդիմադիր Էդգար Ղազարյանը։ Հայաստան առաջին անգամ պաշտոնապես ներմուծվում է Ադրբեջանում արտադրված ապրանք, այն էլ բենզին։ Չի բացառվում, որ 2026 թվականին Հայաստանում բացվեն սոկարի բենզալցակայաններ, որտեղ հայ հասարակությունը սիրով կգնի ադրբեջանական էժան բենզինը, նշել է Ղազարյանը։ Այնուհետև մարզերում բազեն սոկարի բենզալցակայաններ էժան համեմատաբար վառելիք վաճառեն մարդիկ սիրով գնան առնեն, ունդեղ բոլոր քաղաքներում Հայաստանի, այդ թվում Երևանում սկսեն ծածանվել Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները։ Էդգար Ղազարյանի խոսքերը նրա բառապացույցն են, որ ընդդիմադիր շրջանակների համար կարևոր չէ, որ շարքային քաղաքացին պարզապես ցանկանում է գնել ավելի մատչելի վառելիք։ Այս մարդկանց միակ նպատակն է ցանկացած տնտեսական կամ տրամաբանական քայլ ներկայացնել որպես դավաճանություն, իսկ ցանկացած համագործակցություն որպես սպառնալիք։ Սակայն այդ հարցի մասին այլ կարծիքի է Civic News-ի թղթակից Վոլոդիա Հակոբյանը։ Նրա խոսքով այն բայնասունը, որ կայ Facebook-ում, չի լինելու իրական կյանքում, մարդիկ գնալու եւ գնելու են ադրբեջանական բենզինը։ Մարդիկ առաջնորդվելու են ռեալ տնտեսական հաշվարկներով adekvat որոշումներ են կայացնելու։ Նայելու են, որն այժմ դեղից է լցնելու են, այն որն է ծերնտու դեղից է լցնելու են, դեղից է օգտվելու են։ Ու այս բենզինի կալը ոչ միայն տնտեսական բան է, այլ նաև այդ խաղաղության օրակարգի թեման է, որ երկու երկրներ երբ ունեն իրար մեջ տնտեսական հարաբերություններ, երբ ունեն տնտեսական շահ, երբ դա վերաճի երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների եւ շահի հերթական դա քայլը կլինի, որով պատերազմը ավելի անհավանական կդառնա։ Այս ամեն ինչից հետո, երբ որ այդ թրիպը բացվեց եւ Թուրքիայից ամանն բացվեց եւ ռեալ մի գնացք մի բեռնատար անցավ այդ ճանապարհով Ադրբեջան, Թուրքիա, Հայաստանի տարածքով ու Հայաստան իր բեռները տարավ, Հայաստան բեռներ եկան, այդ մարդիկ քաղաքական տաշտից գիտես ոնց են վերանալու։ Ես չգիտեմ էլ ինչն է իրանց պահելու, անհնար է արդեն վերջ։ Ադրբեջանը Հայաստան ուղարկել արդեն նավթամթերքի երկրորդ խմբականակը, որը զգալիորեն գերազանցում է առաջին մատակարարումը։ Սակայն մինչ ընդդիմադիր շրջանակները հիստերիկ կոչեր են անում բոյկոտել ադրբեջանական բենզինը, խաղաղության կողմնակիցները բացահայտ աջակցում են ադրբեջանական նավթամթերքների մատակարարումը։ Նրանք հստակ գիտակցում են, բենզինի վաճառքը Հայաստանում պարզապես տնտեսական հարց չէ, այլ վստահության, բնականության եւ ապագա խաղաղ համակեցության կարևոր բաղադրիչ։